իմ զինվորներ, որ կրակ է սերունդն եք, որ դուրս է եկել Սասնա առասպելական լեռան հետևից, դուք, որ բոցաշունչ սերունդն եք Հայք Նահապետի։ Հարազատներս, ես մտածում եմ հայ ժողովուրդը պետք է վերածնվի, նա պարզապես պարտավոր է դա անել։ Նա պետք է պահպանի և շարունակի իր նախնիների ավանդույթները, այն նախնիների, որոնք գիտեին նվիրվել, գիտեին ծառայել հայրենիքին ու նրա ազատությանը։ Ես մշտապես պայքարել եմ միայն մեկ բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության։ Եվ այդ ազատությունը մենք միայն ուժով կարողացանք ձեռք բերել, միայն միասնական ուժով կարողացանք շահել փառավոր հաղթանակներ հայ անունի համար։ Ուժը դարձավ այն զենքը, որն ամրագրեց հայի ազատությունը և լուսավորեց արդարության հասնելու միակ ճանապարհը։ Իմ սիրելի մարտակիցներ, լսեք պատգամս, իզուր է սպասել ու արդարություն պահանջել աշխարհից։ Այսօր աշխարհը աղաղակում է արդար իրավունքի ու համերաշխության մասին, բայց այդ նույն աշխարհի համար թույլերն ու խեղճերը երբեք արդար չեն լինում, արդար են լինում միայն ուժեղները։ Ահա աշխարհի հազարամյակներով եկած թիվ մեկ սկզբունքը, որ պատգամում եմ ձեզ։ Հենց ուժն է արդարության, ազատության և վերջապես հաղթանակի հիմնարար նախապայմանը։ Ուժեղ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով, մտքով, գիտելիքով, տեսակով, ուժեղ սիրով ազգիդ ու հայրենիքիդ նկատմամբ։ Ուժեղը նախ և առաջ ոգեղնության կրողն է։ Ուժը կամքն է, համարձակությունը, նպատակի ձգտումը, համառությունը, պայքարը։ Այն պայքարը, որը պիտի հյուսենք հայ ժողովրդի ուժից, ունենալով ազգային, ամուր ու մարտունակ բանակ։ Հենց ուժն է իրավունք ծնում, ինչպես կամբողջացներ միտքս իմ գաղափարակից ու զինակից ընկերը Գարեգին Նժդեհը։ Իմ սիրելի հայրենակիցներ, նախ պետք է հարգեք ձեր ազգի անցած ճանապարհը, իսկ եթե ուզում եք, որ ձեզ հետ հաշվի նստեն, պետք է տեր կանգնեք ձեր երկրին, սիրեք ձեր հայրենիքը, իսկ իրապես սիրելու համար պետք է ճանաչել հայրենիքը, այսպես կավելացներ մեծն Ռաֆին։ Նարեկացին հիշեցնում է, որ պետք է զորեղանալ, կազդուրվել ու ոտքի կանգնել։ Ժամանակն է եկել ոգի առնելու, պայքարելու, չընկրկվելու, զենք վերցնելու։ Չէ որ պատմահայր Խորենացին պատգամել է մեզ, որ միայն զենքով կտիրենք մեր հայրենիքին ու կգծենք մեր հայրենիքի իրական սահմանները։ Ահա այստեղից էլ ականջալուր լինենք Խրիմյան հայրիկի վեհ պատգամին, հույսը միայն մեզ վրա դնելով, մեր խելքին ու բասկին ուժ տանք։ Անսանք նաև իմ վաղեմի ընկերոջ Թումանյանի կամքին, գործենք հանուն հայրենիքի, չէ որ գործն է մարդուն դարձնում հավերժի անմահ ճամփորդ։ Իմ մարտակիցներ, ապագայի անդրանիկներ, ամեն օր գլուխներդ բարձին դնելուց առաջ հիշեք այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար։ Ես հավատացած եմ, այսօր ձեր հնչեցրած խոսքերը կվերածվեն գործի, և ձեր գործը կլինի ավելի հատու, քան սուրը։ Դուք կշարունակեք իմ կիսատ թողած գործը։ Դե ուրեմն իմ զինվորներ, ի գործ։ On առաջ։ Am